Սասեյն, սուպերմարկետ ձեր տանը։ Ձերք բերեք Անելիք բանկի ցանկացած քարտ եւ գնումներ կատարելիս ստացեք մինչեւ 50% զեղչ Հայաստանի ավելի քան 400 լավագույն խանութներում եւ մինչեւ 20% զեղչ գործող զեղչերին շուրջ 200 առևտրային կետերում։ Կյանքի դռներն են տես բացված Պահպանելու այրենիքի անդորը մեկնում ենք սարայության Արջևում սարերու ճանապարհ Արջևում 2 տարի դժվար Թողուն աղբայրն ու կատակները մեզ հետ լինեն անդադար, անդադար Չենք նանջում, չէ որ այրենիքը մեր Մեզնով է հպարտ, մեզնով է կանգուն Զիմորներ ենք մենք, տոկուն ենք հոգով, գործով ենք արդար Չէ որ այրենիքը մեր Մեզնով է ծաղկուն, մեզնով է ամպար Ապերին արևն ու խճան Վերցրու ցավը տանը Մեր տոլիկը վերցրեցին Հələ ես չեմ հասկանում, դու գնում ես ընդեղ մուկ ես դառնում, համո Քո պատճառով եմ իսկ տարեկարգապահական Տղեկ Վարուժին տեսել եք, չէ Հեսա կտենաս ոնց եմ հետը խոսում գաք Տղեկ լամի րոպե մեկ կռվի բան եմ էլի ասում Վարուժից բան չի մնացել, ապեր Վախից, ուրիշ բանից չի կարա լինի Ես լուրջ եմ ասում, կմաղք Տղեկ լամի րոպե մեկ կռվի բան եմ էլի ասում Ասա ապեր, դու շուտվանից չես ասել Այս մեր ճաշարանում է զմերուկ ենք ստացել Ասում եմ մինը չբերենք, մորթենք ուտենք Բա բերենք Դե մինը պետք է էլի, որ հետս գար նոր բերենք Հմբոյն տար Դե հագնվի Քաղցրներից է գոնի Դե սոր մինը կերել ենք քաղցրա էլի ելել Հետո էլ ասին եկուցվանից արդեն զորամասին բժան տենում են Դինային քաղցրներից կդնես Ին լավենից մի երկու այդ վեգալեք եկեք Մի հատ էլ Շուտ արա վայ Այդտեղա շուտ արա Լավ ագետացեք Օգնեցիք Ապջան, խելոք հանգիստ կծառայես Դեղ էլ որ քեզի բանեսող կյանի Տղեկան կրնաս հանգիստ իմ ես իրանց Վատայնամ, որ ես հետվեմ Ողն ինքը գալիս է ծառայություն էլի Բան չկա Հետո էլ ինքը կերտատուն դու կուկաս Սերտով կփոխվի կենի Ձեզնից մեկնում եք ստեղ միշտ պիտի ծառայ Դու էլ ես աղբորը դման մակրասեր Տոնզնից պետար Քեզնից պետար Քեզնից ինչ մնացոր Սպես լավ է ապջան, թե չի առաջին չէր Այս հետամ քաղաք տեսիմ հիգենար ոնց եմ զբաղվելու Հələ մինչև դուրս զբաղվել եք, էլի աղբորը տար թող կանի, որ կրանա պաջամին էլի, եվ Կել մեր ուշ Արագիշ, տաղիք Էլա, ես է երտամ, թե չէ Սաղ կյանքս տեղ եմ Ինաս, լուսինեից բան չկա Կա ապջան Ես մեկ կրենք իրար Լավ է Կսորվի Կաշխատի Աշկիս էլ հույսեր չես կապում լուսինեի հետ, հա Ասնեմ խորատակ է, որ կսե Մենք պրոստ ենք երներ ենք Հեմի մեր է դորից է Բա ընտանիք կազմելու մասին չես մտածում Դե համի վերակարգս կհանձնեմ ու կմտածեմ Ես լուրջ եմ ասում Ես էլ լուրջ
մոնը սպայցալանև չեմ հավատում։ Ես էլ չեմ հավատում։ Ինչով է հավատում, որ։ Բայց դուք ինչին չեք հավատում, որ ձմերուկ կերանք։ Բա դու եմ որ քիչ էր։ Ես չեմ հավատում, որ չբռնվան գրա։ Սես դեպք չէր էլի արա չեմ միանենք ու չբռնվեն, ես տես բան չեմ իշում։ Բավան տալ չենք բռնվելու, ապեր։ Չէ, բայց ես լուրջ բան եմ ասում, ես կան վաղ ծառայում եմ, չէ, ինչ արի բռնվել եմ, որ ես ոնց էլ ավեցի չբռնվեցի։ Ում կազմակերպացներ, որ բռնվեիք։ Ու նաև զարմացա, որ գարիգն է չեմ ուչում չարեց։ Ռակեզի բան, խիպ, գարիկը մարդ չի, են էլ ստամոքս ունի, չէ։ Հաշտի երտապա դուրս գալ։ Այսի ուրիշ բան, թե չեն ենց ինչ էր արա։ Պարոն լեյտենանտ, իմ հերթապահության ժամանակ ոչ մի արտորոց դեպք տեղի չի ունեցել։ Երկրորդ վաշտի հերթապահ կրսե սերժանտ Խաչատրյան։ Ստուգման մատյանը տուր։ Արա լորդի, շուտ արա, լորդի։ Ինչ անեմ։ Տո նետիր։ Ձմերուկի հոտ է գալիս։ Չես զգում Խաչատրյան։ Ոչ մի կերպ։ Ինչը ոչ մի կերպ։ Ասում եմ ստեղ ձմերուկ ենք երել։ Լույսը վառեք։ Ես քեզ ասում եմ, ստեղ ձմերուկ ենք երել։ Ոչ մեկ քնած չի։ Ինչ անեմ վազացնեմ, որ խոստովանեն։ Պարոն Ալբանձյան, էդ իմ դեզոդորատից է գալի այդ հոտը։ Ձմերուկի է, էլի, ոնց որ։ Բայց քեզով խոսացրեց, հա? Կամ ինչի միջև մի քնած չես։ Ես ձեր ձենից արտնացա։ Պարկի։ Թույլ կտաք դիմել, պարոն լեյտենանտ։ Ոչ մի կերպ։ Էսա պարոն Ալբանձյան, ձմերուկի հոտ է գալիս։ Խաչատրյան, ես քեզ ասում եմ, ստեղ ձմերուկ ենք երել։ Չէ, դի ես ամեն պարկերուց լավ փչվում նոր եմ պարկում։ Ձենդ այ տղա։ Այս ձմերուկը ես ձեր քթերից եմ բերել։ Ժանին էլ հինային է, եսա իրատ ուշատետերում ուզում էդ գրեր, որ չեպի արինք չբռնվանք, ինել ինչ չբռնվանք։ Մենակ այդ գծածը ստոպրակը չտենան։ Надо это все убрать.
Ավսար։ Զգաստ։ Մի մետր իրարից բացազատվեք։ Դիրքավորվեք։ Կասկետին չես անում։ Բայց Սարևին չենք խաշվելու։ Տղեկ դուք էլ հանեք։ Եթե պետք կներ, ես կասեմ կհանեմ։ Ախպեր չես տենում, որ ստե սպաներից վաբշե մարդ չկա։ Անմեն չենք ձևականությունների հետևից ընգե։ Դու ճիշտ ասում էլի։ Արամ մեզ է հաճելի չի է Սարևին կասկով, բայց դեմի էտա։ Ախպերներ, եկեք կյանքը չբարդացնենք էլի, տեղով արդեն բարդ է այս կյանքը։ Հանենք կասկեքը, հենց կտենանք սպաներից մարդա գալիս, էլի թափով կդնենք, ինչ խնդիր կա դրա մեջ։ Ձո այդ կասկենին չես տրեք գլխիդ։ Ձևի համար։ Ձևի համար չես տրել ես որ սորվից։ Ախպեր, ես դրել եմ ձևի համար։ Դրել եմ նրա համար, որ սպաներից անգարց մարդ գա, տենա ու վրս չխոսա, այդ դրա համար եմ դրել։ Դոլը սենզի вообще քիչ կեդակցրել, քունչի դիք տենես գլխիդ։ Կարևորն որ դիք գլխի դեղնի, всё։ Եթե ես եմ անցկացնում պարապմունք, ես եմ որոշում ոնց ենք անում։ Դու էլ մնացածի նման կասկետ դնում ես։ Ապե, դու ինձի պիտի չասես ես ի չանեմ, որ սերժանտես ջոգել ես դու պիտի ասես, հա ոնց լինի։ Ինչի դու էլ ջոգել ես բանակ տեղ ուրիշ ինչ եղկեղնի որ։ Կամ էդ ինչ արտահայտություն ես անում։ Եթե չես ուզում ծառայես, գնա հրամանատարին ասա, որ դու կասկա չես դնելու, չգիտեմ ինչ չես անելու, որ հետո է չգան քեզ առանց կասկա տենան ու այս մարդու վրա խոսան։ Խի դու կարաս հրամանատարին այդքան բան ասես։ Տղեկ Մուսալյանը։ Եթե չես կարա, ուրեմն հենց արա ոնց որ մնացածը։ Պարոն լեյտենանտ, թողնել։ Արամ կասկետ դիր։ Պարոն Մուսալյան, էփում է գլուխս։ Ինչի մնացածինը չի էփում։ Դե իրանք կոպված տղեկ են։ Անեք կասկեքը։ Արամ դու դնում ես։ Ինչի։ Տենց է պետք։ Արագացու։ Մուսալյան ջան, արի առանձին խոսանք էլի։ Դիր կասկետ ասեցի։ Սող է սող։ Թողնել։ Քեզով ասեց կասկետ հանես։ Մենակ ես չեմ դնելու։ Դու հենց մենակ դու ես դնելու։ Ինչ եք ինձ առանձնացնում վաշտից։ Դու ես քեզ առանձնացնում վաշտից։ Եթե չգայի միջև վերջ չերը դնելու չէ այդ կասկեն։ Հիմա կտենանք ով է դնելու, ով չէ։ Հակի կասկետ հետո կգնա զեկուցագիր կգրես արածիդ համար։ Արտյոմ։ Նալբանդյանը քեզ կանչում է։ Լսում ես Արտյոմ։ Ասում եմ Նալբանդյանը քեզ կանչում է։ Որտեղ է։ Բաշտում է։ Հա դու չէիր կարա զեկուցել որ եկար ինձ հաներ։ Ես զեկուցել եմ։ Ֆարադը թողի քնենք էլի։ Պարոն լեյտենանտ, իմ հերթապահության ժամանակ ոչ մի արտարոց դեպք տեղի չի ունեցել։ Ինչ գիտես։ Դուք համար հանգիստ քնած էիր։ Ինչ գիտես եղելա թե չէ։ Հա, տենց չի։ Դե որ լիներ օրապահը կասր էլի, պարոն լեյտենանտ։ Օրապահը պիտի իմանար, որ ասեր։ Նայ։ Հենց զմրուկի կեղևն է, որ գիշերը երկրորդ վաշտը կերել է։ Բայց ես որտեղից եք գտել, պարոն Նալբանդյան։ Աղբանոցից։ Հա չեմ ալարել, գնացել նայել եմ։ Էդ էիր ուզում իմանայիր։ Բայց ինչ գիտեք, որ ես մեր վաշտն է կերել։ Կարող է ճաշարանի աղբն է։ Ամեն մի կեղևը առանձին ցելոֆանով դնում գցում են, հա։ Այդ նորմալ է։ Ճաշարանի վերակարգը տես բան կաներ։
Դու ես պատժվելու ես ամեն ինչի համար, Խաչատրյան։ Որ քո հերթապահության ժամանակ գնում ճաշարանից սմերուկ են գողանում, բերում ննջարանում ուտում են։ Հետո էլ ասում ես արտառոց դեպք տեղի չի ունեցել։ Տեսար որ տեղի է ունեցել, Խաչատրյան։ И так потом пошел выкинул в большую мусорку. Հենա Նալբանդյանը գնացել գտել է։ Լավ Գարիկ, ես չեմ հասկանում։ Դու ունդե ոնց թողեցիր գնաց զմերուկը բերեն։ Մի տեղեկի սիրտը կարող է այդ բան 1000 մի բան ուզում։ Պետք է թողես որ անեն։ Իրանց ինչ կա։ Я пойду скажу, что это я выкинул в мусорку. Այդ ինչ որ բան կփոխի։ Վաշտկար։ Պարոն կապիտան, իմ հետապետ։ Ոնց ես։ Լավ, պարոն կապիտան։ Դուք ոնց եք։ Լավ։ Ամեն ինչ նորմալ է։ Ճիշտ այդպես։ Դե մալադեց։ Սյոմ ջան ոնց ես։ Լավ։ Համատ ոնց է։ Լավ է, հարա։ Վիրահատություն արել են, ամեն ինչ նորմալ է։ Շնորհակալություն, շատ լավ է։ Դե լավ է։ Դե լավ, ես գնամ տղեկին տենամ։ Երկրորդ վաշտի երթապակ կրսել սերժանտ Խաչատրյան։ Մելիքսեյցյանը մտա վաշտ։ Ճիշտ այդպես։ Դուր իրան։ Կապիտան Մելիքսեյցյան։ Մելիքսեյցյան, Խաչատրյանը արտահերթ հաստանում հերթապահությունը լավ չտանելու համար։ Վաշտն էլ կողության համար մարշ վրասոկ անում։ Ինչ կողություն, պարոն փոխգնդապետ։ Գիշերը ձմերուկ են գողացել ու ննջարանում կերել են։ Մաս մեզ ամեն ինչ նորմալ է։ Ուր է թե նորմալ է։ Գնացա թող վաշտը շարվի, որ հեսա կաշներիտ եմ քերթելու։ Ամենակ տենայք Մելիքսեյցյանը հետս ոնց էր։ Ջան ասում էինք, ջան լսում էինք։ Եթե մեկ գյուղ դառնում է Վահան, գալիս աստի դառնում է Մելիքսեյցյան, չի։ Ատե ինչ անի գործն ա տենց, հա։ Հեսա գոնե մեկ էլ ստեղ Վահան դառնա։ Չի կարա տենց էլի ապետ։ Ստի որ Վահան դառավ, այդ ռազի, պատեի, քունամանները վրես կնստին գլխին։ Ես չեմ նստի գլխին։ Տո լավ, լետ սաղեջ, դու ասա գյուղից հետդ բանման բերել ես, թե անիմաստ ենք ես կան հետդ խոսում։ Ինչի որ բերած չլնեի չէիք խոսալու։ Չէ, դե խոսայինք, բայց դե սառ էլի։ Բայց խի պտեի որ։ Ինչ էլի ապինյակ։ Դե ասավ պտեի դրա համար։ Այդի մինչև բանակ գալ է դասավ։ Բայց շատ իմաստալի ծոր եղավ այսօր, չէ։ Լավ էլ ապրում ենք էլի, մի օր ծմերուկ, մի օր տուլիկ, բան։ Մի օր էլ որ ստեղ պամիդորով ձվածեղ ուտենք, չէ։ Մի ամիս չեմ ուզենալ տուն գնամ։ Վազեք զուրանոց չարվեք։ Բան էլի։ Իմացել եմ որ գիշերը ձմերուկ եք կերել։ Վախ մուրս պայծառ վրա։ Վերջը բացահայտվավ այդ դեպքը։ Աշկիս ես այդ Նալբանդյանի արասնա։ Հրասը մի բան է թողեք մարսենք անցնի այդ հայլերը։ Եղածը ձմերուկը ու քեբաբ չի։ Վազեք դե շուտ արեք։ Արդեն եմ դրանց մի լավ քերթ։ Ես չեմ ուզում եկած չեկած տնեմ ջղայնանամ։ Մի հատ լավ քո ձևերով պատժի, որ խելքները գլուխները հավաքեն։ Կհավաքեն էլի Մելիքսեյցյան ջան։ Այդ հատած մի անգամից չիլում, քիչ կհավաքեն էլի։ Ոնց չիլում է։ Այդ տենց ես ասել, որ այսօր մեզ մատերի վրա խաղացնում են։ Հետո ո՞եք ես մատերի վրա խաղացրել։
Ամեն ինչ հայ ծմերուկ եղած է, կերել երկու ծմերուկա կերին, հեսա վաղ երկու ծմերուկ կբերեմ, թող ճաշ արում, պակասը լրացնեն։ Չհասկացա Վարդանյան, այդ դու ես արդեն ընկել իրանց խելքին։ Ես քեզ ասում եմ գնա պատժի դու դրել պաշտպանում ես։ Աչքիս վրա։ Այդ զեկուցագիր ես գրում։ Հա։ Դու նա ես են մինասին ոնց եմ լրվցնելու խճո։ Մուսելյանի նման տղու հետ անգերություն անում ու իրան ոչ մեկ ոչի բան չի կարում ասի։ Բայց ասում են լավ չեն իրար հետ։ Այդ մենակ ասում են խճո։ Վերջացրիր։ Ճիշտ այդպես։ Նորից եմ ասում, Արամ։ Ոչ քերի, դու ոչ էլ չգիտեմ ով քեզ չի կարա փրկի ինձանից։ Ես քո հետ շատ խիստ եմ լինելու։ Այսօրվա նման սաղ զորքը կանգնելու է, նայելու է դու ոնց ես տանջվում։ Այնքան ժամանակ մինչև խելքի կգաս։ Քո ասածն է։ Ճիշտն ասած, ոնց չէի ուզում ձեզ պատժեմ այս ծմերուկ ուտելու համար։ Հե մենք էլ չենք ուզում, պարոն Վարդանյան։ Այդ տեսնում ես մեր ցանկությունները համընկնում են իրար։ Բայց պատժելու եմ։ Ձեզ են ասի, որ պատժեք, պարոն Վարդանյան։ Այդ հեչ կարևոր չի։ Չէ, դե ասում եմ, եթե ձեզ են ասի, գնանք միտեղ հովտեղ կայնենք, մի քիչ ժամանակ անցկացնենք, յանի պատժեցիք, հետ գանք։ Բա որ հարցնեն ոնց եք պատժվել։ Դուք եք ասեք, հովտեղ կանգնել ենք։ Այ, տեսար։ Չէ, դե պարոն Վարդանյան, դե ինչ չենք ասի իհարկե։ Ոնց ձեզ պետքա տենց էլ կասենք, պարոն Վարդանյան։ Մի շուստրի տղա էլ ավելացավ։ Չէ, իսկականից պարոն Վարդանյան, կարանք տես գնանք անտառը մի քիչ կնստենք, խոսանք, կարոտներս կառնենք, բան, ամեն ոնց որ ծաղիս համար լավ կլինի, էլի։ Ապրեք, շատ հետ ուրիշ ինչ տարբերակներ կա։ Ես ասեմ, ասա ռաս։ Կարանք պարկենք տագնապով վերկացի համար։ Սես մի ժամի չափ քնենք, հետո գաք տագնապ տակ, էս է լինի մեզ պատիժ։ Ուրիշ։ Ես եմ լավ տենց միտք ունեմ էլի, պարոն Վարդանյան։ Վայ, ասալը։ Ասում եմ տենց գնանք անտառ, մի քանի կիլո չալաղաջ առնենք, տենց ես իմ ձեռով տենց հավեսով սարքեմ, ուտենք ու էդ էլ մեր պատիժը էլի։ Լավ, գիտես, ես մի լրիվ դուրս եկավ։ Ուրիշ։ Ես ասեմ։ Ասա։ Կանանք գնանք ճաշարանի կողքը կանգնենք, իբր տարել եք գործանելու, էլի։ Պտեին ասենք, բան բերի, դե համ կուտենք, համ էլ այդ կլինի ոնց որ մեր համար պատիժ։ Ուրիշ։ Կարելի է մի բան էլ ես ասեմ ես անցքի շուրջ։ Յան կասկած։ Ասածս իհարկե յամպագորգոր թող չհնչի, ուղղակի ասում եմ կարելի է անմեղներին, ալցագման թերթիկ տակ, գնանք արևի տակ մի քիչ տանջվենք, բանանենք, չաչատվենք ու գանք։ Շատ լավ է, շատ, այս բոլորի տարբերակները շատ հավանեցի։ Եվ այս ուրախ նոտայի վրա անում ենք ձախ դարձ։ Այ ճիշտ եմ ասում, ձեր այս տարբերակները որ չլսեի, շատ մեղմ էի պատժելու, համենայն դեպս տենց էի տրամադրված, բայց հիմա վազքով գնում ենք ուսապարկ զենք զինամթերք վերցնելու, որ մարշ բրասոկ ենք անելու։ Մալչ բրասոկ։ Ճիշտ այդպես։ Ավելի պարոն Վարդանյան, գոնե մենակ բրասոկ, կամ մենակ մարշ բրասոկը շատ դաժան է։ Վազքով մարշ։ Ինչի չես ակել կասկած պարապունքի ժամանակ այդ տղա։ Քո հետ եմ։ Չոր ինչ ես վիրավորում։
Ինչի՞ չես հակել կասկադ պարապմունքի ժամանակ, այ տղա։ Դու ով ես, կարաս ինձ բացատրես։ Դու ինչ ես։ Քեռ, ես ինչ չեմ, ես ով եմ։ Հեղինակությունս հա գլխից դարել։ Ես իմ ձեռքով քեզ կուղարկեմ կարգապահական ու մնացած ծառայությունը ընդեղ կացկացնես։ Հասկանում ես ինչ եմ ասում այ տղա։ Հանգարտ չփորձվես այդտեղ ինձանով վեր թռնել, արամ։ Քեռ, ես քեզանով վեր չեմ թռնում։ Ականջներդ կպոկ եմ այ տղա, լսում ես։ Քեռ, մի վիրավորի։ Ձենդ կտրի քանի մարութը չեմ ջարդել այ տղա։ Գիտես դերնես բանը հա քո համար, հանգստյան տուն հա։ Ես այսքան տարիներով աշխատեմ, չարչարվեմ, ինչ որ մի հատ արամ կա, ամբողջ աշխատանքը ջուրը գցի։ Գիտես քանի տարիներ եմ մաշել, որ հասել եմ ես դիրքիս, պաշտոնիս, հա այդեղ նա կտուց։ Քեռ, հորս արև կարաս ինձ ուղարկես ուրիշ զորամաս, գնամ ընդ ծառայեմ։ Դու ուրիշ զորամասում ես ինձ խայտարականել, ես լավ գիտեմ։ Մինչև ես քեզ նորմալ զինվոր չսարքեմ, ոչ միտեղ չեմ ուղարկելու։ Հենց հիմա վերցնում ես զեգ զինամթերքդ, ուսապարկդ, հակագազդ ու շարարապարակում ինձ ես սպասում։ Քեռ, լուրջ եմ ասում, ես քեզ չեմ ճանաչում։ Սրանից հետո չես էլ ճանաչելու։ Կատարել հրամանը։ Հետ արի։ Հետ արի ասում եմ։ Տենց ես հեռանում սպայից, արամ։ Լսում եմ։ Լակոտ։ Բշտիկյանը Արամին տարավ ազացնելու։ Չեմ հավատա։ Հենց նոր տարավ։ Ով գիտե տարել է իր սենյակ պատիվ մադիվ տա։ Եգյանին։ Չէ, հա լավ է ջղայնացած էր։ Գիտես Բշտիկյանը ուզում է, որ իր քրոջ տղան տենց լինի։ Եթե այդպես է հալալ է, ուրեմն կան վաղ դիզուր չենք ծառայ։ Հույսը քերու վրա է դրե։ Դե համի է թո դնի։ Գազի։ Քերիշ գազի։ Գազի ասեցի այ տղա։ Յա, կանգնիլը։ Կանգնի ասեցի։ Արամ։ Արամ։ Լավ չեմ հարավոր։ Այնքան ես չափերդ անցել, որ արդեն հրամաններս էլ չես կատարում, հա։ Քեռ, ինչ ես այս շոկին գազի տալի։ Դու հələ չգիտես ես քեզ ինչ օրն եմ գցելու, Արամ։ Իմ համար կարևոր է այն չի, թե դու ինչ օրը կընկնես։ Իմ համար կարևոր է այն, որ հրամանատարը տեսնի, թե քեզանից ինչ զինվոր եմ սարքել։ Ու ես իմ խոսքը մինչև վերջ անելու եմ, Արամ։ Եղավ։ Հեսա գիշերը կտեսնենք, եղավ թե չէ։ Դու քնած տեղդ էլ ես ծառայելու, Արամ։ Աղբերդ ոնց հա։ Լավ, սոր հրամանատարը կանչել է իր մոտ մի քանի հատ գծագրություն բանա տվել, որ կոմպով հավաքի։ Աղբերս էլ արել է, դե տես բաներից գլուխ հանում է։ Շտաբը կուզես արել։ Դե փորձնական մի երկու բան էլ կա, որ անի տուրն է նգա, նենց ընդեղի կծառայ։ Մադդ խառն է։ Ահա, վարուր։ Դե նես թեթև ասել եմ էլի հրամանատարին։ Թեթևսել ես այդ կան բան եղել է, որ քիչ ծանր սեր ինչ կերանիշ։ Ծանր որ ասեմ, մի հատ ծանր ձեռքը գար վրեց։ Եթե կարգապահական գնացած չլինի, հիմա տունը կլինի։ Քանի օր եղավ, որ արդեն ավել ես ծառայում։ Արդեն 9 օր եղավ։ Ես կուզեի էր դա այստուն։ Չգիտեմ։ Լուրջ չգիտեմ ախր։ Կարգապահական գնալուց էի վախենում։ Ենեմ, որ ընդեղից արդեն եկել եմ, ինչ ունեմ վախենալու։ Արժել պատկերացա համին մեկը նես մտնիշ սեր
Բարու զորացրվել ես, ինչ կենեիր։ Չգիտեմ, երևի ոչ մի բան։ Սուդեն կանենք մնացես պատերի մեջ, որ չգիտենք ես պատերից դուս կյանքը вообще ինչ է։ Ոչ չգիտեմ։ Քաղաքում ոնց եմ ապրելու։ Դու կգնաս մեզի կմոռանաս լավ է կապրես էլի։ Էլա ես լավ։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Ինաց։ Ինաց, դու սադիստ ես։ Ասեք թե սադիստ եմ, հետո։ Ես ասել եմ իրան։ Բա, ճամ։ Ապա արի բիտով կա էլի։ Սա դու դիցի շկուլես է։ Ապեր բասես միջև երբ։ Հեկուց կամ մյուս օրը։ Գսենք։ Արա ախպեր Վարուժը մեզանից կնեղանա։ Ես էլ էի հաստատ կնեղանայի։ Քու վախտը դելոր եկավ, էլի չեմսը էլի գներն։ Ծյոմ, հանգարտ չսես։ Բարի գիշեր։ Բարի գիշեր ախ։ Ոնց է դրածս կոֆեն։ Լավն է։ Այսինքն են կոֆե դնում, ոչ թե քոնաման։ Թափով խմենք ու գնանք քնենք, քանի քերը չեք եմ էստե տեսե։ Սիրուն չի։ Գալիս է, թող գա։ Բայց ոնց որ այսօր լավն ես ջղայնացած էր վրետ, հա։ Գիտի թե դրանից բան է փոխվելու։ Ուզում եմ մնացածի նման էլ ինձի ծառայացնի։ Խճո, որ ինքն է իմ հետ այտենց վարվում։ Բա մյուսները ոնց կվարվեն իմ հետ։ Մինչև երբ ես այդ տղուն ստե պահելու։ Զորացրվում ենք ապեր։ Պարոն Վարդան, ցավը տանի, ես վեր կհասնենք, սկսենք։ Ոնց եկա իմը դրի։ Հեմի թողում է թմի իմը մնամա դրած։ Պաստորեն նեսուն եկուց ամեր գնալը։ Չեմ ուզե զորացրվում, գործեր կաստե։ Արա տնեցիքին չասես որ ուվերնի է մլու։ Ահ, Կարին է։ Այդ հնբուն հմի իշ ծրված ու ծրված է։ Ես իրետ չեմ կարում ծառայեմ, ավելի լավ է թող ինձ ուրիշ զորամաս տեղափոխի։ Ես դեռ սկիզբն արամ։ Կայլում ենք վսա, ուշ ենք նանջում, Սասեյեմ, սուպերմարկետ ձեր տանը։ Ձերք բերեք Անելիք բանկի ցանկացած քարտ եւ գնումներ կատարելի ստացեք մինչեւ 50% զեղչ Հայաստանի ավելի քան 400 լավագույն խանութներում եւ մինչեւ 20% զեղչ գործող զեղչերին շուրջ 200 առևտրային կետերում։